Փաշինյանը հատուկ սիստեմատիկ դասագրքային ճշգրտությամբ ամեն ինչ անում է, որ դուք նյարդայնանաք։ Հիշում եք վերջին անգամ երբ եք հանգիստ քաղաքում տեղից տեղ շարժվել, իսկ աշխատանքի վայրում առանց վայրի վերումների աշխատանքը։ Հիշում եք, որ օրը սկսվի առանց սկանդալային լուրերի, քաղաքական գրեթե աբսուրդի հասնող տարօրինակ իրադարձությունների, Նիկոլ Փաշինյանը այսպես ասած վիխտկեքի, չեք հիշում, չէ՞։ Ես էլ չեմ հիշում։ Գիտեք ինչի, վասնզի ես ամենահատուկ արվում։ Փաշինյանը հատուկ սիստեմատիկ դասագրքային ճշգրտությամբ ամեն ինչ անում է, որ դուք նյարդայնանաք։ Հա, ծիծաղելի է թվում, բայց դա այդպես է։ Ինչքան դուք շատ եք նյարդայնանում առօրյա թեմաներով, այնքան ավելի եք հեռանում իրապես էական թեմաներից, այնքան ավելի շատ է բթանում ձեր զգոնությունը, այնքան ավելի շատ եք դադարում տեսնել այն գոյաբանական վտանգը, որ կախված է մեր գլխին։ Տեսեք, հաղթանակի կամուրջը սկսեցին նորոգել։ Okay, ընտիրա, ճիշտ է, օրինակ Ճապոնիայի մի գիշերվա մեջ են ամբողջ կամուրջը քանդում հավաքում, բայց դե լավ, թող 2 ամիս տևի։ Բայց կարելի է, չէ, օրինակ շրջանցիկ ճանապարհը նորոգել ավելի ուշ։ Չէ, ինչի, հենց միաժամանակ, որ մենք բոլորով միաժամանակ ժամերով կանգնենք խցանման մեջ ու հիշենք Ավինյան Տիգրանին։ Դրան զուգահեռ անընդհատ գնաճը տարատեսակ հարկային այսպես ասած բարեփոխումները, երբ իշխանությունները բոլոր հնարավոր մեթոդներով մտնում են մեր գրպանը, մեր անձնական կյանք վերցնենք օրինակ իմեյլների հետ կապված սկանդալը։ Իհարկե, ասածներից մի մասն արվում է ուրիշ նպատակներով, բայց այդ նպատակին հասնելու համար ամեն ինչ կարելի է անել օրինակ շատ անաղմուկ, բայց չէ, իշխանություններին պետք է մեր մշտապես նյարդային վիճակը։ Երբ իշխանությունը համակարգված անում է ամեն ինչ, որպեսզի քաղաքացիները մշտապես նյարդայնացած կենցաղային հարցերով ծանրաբեռնված ու զբաղված լինեն, այդպիսի վիճակն այլևս պատահականություն չէ։ Դա մի հստակ սառը տեխնոլոգիա է, քաղաքական վերահսկողության ամենահին ու ամենաարդյունավետ գործիքներից մեկը։ Պատմությունը լի է նման օրինակներով։ Հին Հռոմում դրան ասում էին հաց ու տեսարաններ, բայց ժամանակակից տարբերակն ավելի խորամանկ է։ Այստեղ հացը քիչ է տրվում, խաղերը փոխարինվում են անվերջանալի անորոշությամբ, փոխարեն ստեղծվում մշտական գոյատևման ռեժիմ։ Մարդը պետք է ամեն առավոտ արտանա մտքերով, ինչպես վճարեմ այս ամիսը, ինչպես պահեմ ընտանիքս եւ այլն։ Սա լարվածության ռազմավարության եւ մշտական ճգնաժամի խառնուրդն է։ Իտալիայի այսպես ասած կապարի տարիներին պետական կառույցները, ինչպես ցույց տվեցին հետագա հետաքննությունները, արհեստականորեն սնուցում էին վախն ու անկայունությունը, որպեսզի ժողովուրդը ինքն իրեն խնդրի, այսպես ասած ուժեղ իշխանություն, ուժեղ առաջնորդ։ Այսօր էլ նույն մեթոդն է աշխատում։ Ամեն օր կրակոցներ, սպասում, ճնշում, գնաճ, վարկեր, բյուրոկրատիա, մեդիայի այսպես անդադար աղմուկ, մշտական ստրեսային գրգռիչներ։ Փիլիսոփայորեն սա հասարակության տարանջատում է, ատոմիզացիա։ Մարդիկ, որոնք ժամանակ չունեն մտածելու, չեն կարող միավորվել։ Նրանք դառնում են առանձին ատոմներ, յուրաքանչյուրը իր գոյատևման պայքարում։ Երբ մարդուն ստիպում ես լինել միայն կենցաղային կենդանի, դու խլում ես նրա մարդկային էությունը, դու խլում ես նրա ազատությունը, առանց նույնիսկ շղթաներ ցույց տալու։ Ամենաարդյունավետ ստրկությունն այն ստրկությունն է, որը մարդը ինքն է իրեն ընտրում, որովհետև այլ ելք չի տեսնում։ Դիտարկեք, թե ինչպես է աշխատում այս մեխանիզմը օրվա ընթացքում։ Առավոտյան նորությունները ընթանում են վախով, Փաշինյանի հերթական մարազմատիկ գործողություններով, նոր օրենքով, որը պիտի ավելի բարդացնի կյանքը կամ ձեզանից ավելի շատ փող գանձի, աշխատավայրում ծանրաբեռնվածություն եւ անվստահություն ապագայի նկատմամբ։ Երեկոյան սոցցանցերում անվերջ վեճեր, որոնք էներգիան վատում են ոչ թե համակարգի դեմ, այլ միմյանց դեմ։ Արդյունքը քաղաքական անտարբերությունն է, որը ծնվում է ոչ թե բնական ձևով, այլ արհեստականորեն ստեղծված հոգնածությունից։ Սա միշտ չի եղել այսպես։ Եղել են ժամանակներ, երբ ժողովուրդները չնայած դժվարություններին գտնում էին ուժ մեծ հարցերի մասին մտածելու։ Բայց երբ իշխանությունը տիրապետում է տեղեկատվության, տնտեսության եւ ուշադրության ռեսուրսներին, այն կարող է ձևավորել նման իրականություն։ Տեսեք, մենք սովորում ենք ամեն ինչի։ Արցախը հանձնեցին, մարսեցինք, Սյունիքի դիրքերը հանձնեցին, մարսեցինք, Տավուշի ու Գեղարքունիքի տարածքները հանձնեցին, մարսվեց, կապն անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ, մարսվեց, եկեղեցին դարձրին քաղաքական առևտրի առարկա, մարսվեց, չնայած թվում էր, թե առաջին քրիստոնյա ազգը լինելու հանգամանքով հպարտացող հասարակությունը սա չպետք է թույլ տար, բայց թույլ տվեց ու ծափահարեց։ Ուշադրություն, տնտեսագիտությունը այստեղ գլխավոր զենքն է դառնում։ Ուշադրությունը քո ամենաթանկ ռեսուրսն է։
Նրանք գրավում են ոչ թե մեծ գաղափարներով, այլ փոքր, բայց անվերջ խնդիրներով։ Բայց հենց այստեղ էլ թաքնված է հույսը։ Երբ մարդը գիտակցում է մեխանիզմը, նա սկսում է դուրս գալ այդ մեխանիզմից։ Գիտակցումը ինքնին ազատագրում է, որովհետև հասկանալով, որ քո հոգտածությունը, քո նյարդայնությունը դա համակարգային խնդիր է, դու դադարում ես մեղադրել միայն քեզ կամ հարևանիդ։ Դու սկսում ես փնտրել իրական պատճառները։ Մենք չենք կարող սպասել, որ վերևից ինչ-որ մեկը կփոխի կանոնները։ Փոփոխությունը միշտ սկսվում է ներքևից, գիտակցումից, հետո միավորումից, հետո գործից։ Քանի դու կենցաղով ես զբաղված, նրանք քո ժառանգությունն են կիսում, ավիրում ու նվիրում։ Ժամանակն է դուրս գալ գոյատևման ռեժիմից եւ վերադառնալ մարդկային գոյությանը, մտածող, ազատ եւ պատասխանատու, որովհետեւ միայն այդպիսի ժողովուրդը կարող է իսկապես տեր լինել իրեն, իր ապագային ու ժառանգությանը։